Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Վրաստանում է, Թբիլիսիում կայացել է նրա հանդիպումը վրաց գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ, օրակարգում են եղել ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Հանդիպմանը հաջորդել է ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը։ Հայաստանի կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը մտել է իրագործման փուլ։ Այս մասին խաղաղության խաչմերուկ խորագրով միջազգային համաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձել է նաև թրիփ նախագծին, նշելով, որ դրա իրագործման երկու սցենար է քննարկվում։ Բաքվում շարունակվող դատավարության ընթացքում ադրբեջանական դատախազությունը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների համար պահանջել է 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Երևանը հայտարարում է, սա խոր մտահոգությունների տեղիք է տալիս։ Տեղի են ունեցել ԱԺ հերթականիստերին հաջորդող խորհրդանական ճեպազրույցները։ Գործադիրը հաստատել է առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը, որը կուղարկվի խորհրդարան անհետաձգելի ընթացակարգով քննարկման։ Մեկ այլ նախագծով էլ հունվարի 1-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, կայացել է կառավարության հերթական նիստը։ Իմնեմ Նիմի փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանը եւ Ազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել են։ Այս մասին հայտնել են նրանց փաստաբանները, նշելով, որ դատարանի որոշումները կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։ Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ Իսկանդեր հրթիռի բեկորները հարվածել են Ադրբեջանի դեսպանատան շենքին։ Ադրբեջանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել տեղի ունեցածի կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Վրաստանում է, նրան ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացման ուղղված աշխատանքները, որոնք ներառում են ինչպես ակտիվ քաղաքական երկխոսություն, այնպես էլ տնտեսական կապերի եւ փոխկապակցվածության խորացում։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրանց կյանքի կոչման միջոցով ընձեռվելիք նոր հնարավորությունները։ Հայաստանի ԱԳ նախարարը եւ Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ Մինչև այդ էլ կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը վրաց գործընկեր Մակա Բոճորաշվիլիի հետ, օրակարգում են եղել ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում է։ Վրաց գործընկերոջ հետ հանդիպումից հետո հանդես են եկել ելույթներում եւ շեշտել Հարավային Կովկասի ներուժն այնքան մեծ է, որ եթե հարևան երկրները փոխշահավետ գործակցեն, այն կդառնա կամուրջ այլ տարածաշրջանների միջև։ Միրզոյանն այս համատեքստում ընդգծել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Այստեղ նորություն է երևի խաղաղության հաստատման փաստը, խաղաղություն, որը հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներգրավվածությամբ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով մենք հավատացած ենք, որ խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության, շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանը իսկապես կարող է վերածվել մի խաչմերուկի, կապուղիների, հանգույցի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այդ թվում Հայաստանի տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի իրականացումը տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնխելության, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների շրջանակներում կապահովեն փոխադարձ առավելություններ եւ ինչը որ ավելի կարեւոր է, տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ թե հակամարտության շահավետությունն ու հետեւաբար կայունությունը։ Արարատ Միրզոյանը վստահեցրել է ապաշրջափակումը անխոչնդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում օրինակ Վրաստանին կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով։ Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի-Կարս երկաթուղու բացումը բնականաբար եւս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով, վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս։ Սա է Հայաստանի տեսլական եւ գործնական քայլերի հիմքը։ Խոսելով հայ-վրացական ավելի սերտ գործակցության մասին, Միրզոյանը նշել է, որ երկու երկրները ջանքեր են գործադրում վերացնելու առկա խոչընդոտները։ Նախարարները քննարկել են ոլորտային խնդիրներն ու հատկապես կենտրոնացել գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրների վրա, որոնց հասցեագրման ուղղությամբ ունեն քաղաքական փոխըմբռնում։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի խորհրդանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ, զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր։ Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի կարևորությունը, որպես թե առկա գործակցության արտահայտություն, թե հետագա գործնական արդյունքների ապահովման կարևոր հիմք։ Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպան արդյունքներին Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը եւ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի վերացմանը, արդյունավետ տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի։ Հայաստանի Հանրապետության կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը մտել է իրագործման փուլ։ Այս մասին խաղաղության խաչմերուկ զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները եւ գործակցությունը խորագրով միջազգային համաժողովին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, նշելով, որ այս տարի արդեն կբացվի հյուսիս-հարավ ճանապարհի Գյումրի-Երևան հատվածը, իսկ Ագարակ-Քաջարյան հատվածը կառուցվում է շատ մեծ տեմպերով։ Վարչապետն անդրադարձել է նաեւ տրիպ նախագծին, նշելով, որ դրա իրագործման երկու սցենար է քննարկվում։ Հյուսիս-հարավ նախագիծը միսուարյուն է ստանում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության խաչմերուկ զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցություններն ու գործակցությունը խորագրով միջազգային համաժողովին, որը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Վարչապետը վստահեցրեց, այս տարի արդեն կբացվի հյուսիս-հարավ ճանապարհի Գյումրի-Երևան հատվածը, որը գործնականում պատրաստ է։ Մնում է իրականացնել կահավորման աշխատանքները։ Նաև Ագարակ-Քաջարյան հատվածն է կառուցվում։ Միաժամանակ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան-Քաջարյան հատվածի կառուցման ուղղությամբ։ Փաշինյանն առանձնահատուկ կարևորեց Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որն արդեն եզրափակիչ փուլում է։ Ինչպես կարող եք տեսնել, խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել ենք Տավուշի մարզով եւ Սյունիքի մարզով, եւ նաեւ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից ներողություն Մարգարայով Կորնիձորով Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Ինչու է Հայաստանը հիմա սա առաջարկում, որովհետև այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է։ Մնացած բոլոր հատվածներում դեռ ներդրումներ պետք է արվեն, ասաց վարչապետն ու անդրադարձավ թրիփ նախագծին, նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներից առաջինը կանոնակարգման գրավոր բազա ստեղծելը կլինի։ Հայաստանի ղեկավարի տեղեկացմամբ կհիմնադրվի Հայաստանի Հանրապետություն Միացյալ Նահանգներ համատեղ ընկերություն, որը կկառավարի տնօրենների խորհուրդը։ Տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն Հայաստանի եւ Միացյալ Նահանգները եւ իհարկե տնօրենների խորհրդում բաշխվածությունը կախված կլինի նաեւ մասնաբաժիններից, որի շուրջ նույնպես ներկայումս քննարկումներ են տեղի ունենում, բայց կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանի ներկայացուցիչները Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք։ Հաջորդ նրբությունն ըստ Փաշինյանի այն է, որ նախագիծն ունենալու է մի քանի բաղադրիչ՝ երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ, սակայն դրանք մեկ վայրում չեն լինելու։ Երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու երկաթուղին, դա մեր հարավային երկաթուղին է, որը խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր, Կարճևան հատվածներում, այսինքն մեզ հայտնի, որը խաղաղության խաչմերուկ նախագծում նշված է։ Իսկ այդ տարածքների հետ կապված Հայաստանի Հանրապետության որևէ ինստիտուտ սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ գործառույթային որևէ սահմանափակում ունենալու է։ Հստակ, աներկբա, միանշանակ եւ տարընթերցման տեղի չտվող պատասխան եմ ուզում տալ։ Ոչ։ Փաշինյանը կարևորեց թրիփի իրականացման շրջանակում սահմանների զատման հարցը, որը պետք է լինի երկաթուղու կառուցման նուղված առաջին գործողությունը։ Պետք է սահմանը սահմանազատվի այն լայնությամբ, որը անհրաժեշտ է, որ երկաթուղին անցնի, կամ խողովակը, կամ մալուխը, կամ էլեկտրահաղորդման գիծը։ Եվ եթե ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է ենթադրենք 5 կիլոմետրանոց հողաշերտ կամ մի անհրաժեշտ տեխնիկական այդ թվում լայնությամբ պետք է նախ իրականացվի սահմանազատում, որից հետո շինարարություն։ Իսկ ինչպես է Trip-Root ընկերությունն աշխատելու հողի վրա։ Փաշինյանը պարզաբանեց, այնպես ինչպես նախատեսված է Հայաստանի օրենսդրությամբ։ Սա նշանակում է, որ որոշակի իրավական ընթացակարգերով
որոշակի ընկերություն ստանում է տարածք, այդ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով շահույթ ստանալու համար։ Եվ առանձնահատկությունը այն է նաև այս ինստիտուտի, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Շատ կարևոր նրբություն է։ Բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Հայաստանի ղեկավարի խոսքով Հայաստանի տարածքում Թրամփի ուղի նախագծի իրագործման դեպքում կառավարման ժամկետի երկու տարբերակ է քննարկվում՝ 99 եւ 49 տարով։ Այդտեղ ներդրումներ են արվելու եւ ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք օրինակ ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։ Փաշինյանը հավելեց, ժամկետի վերաբերյալ քննարկումները զուտ ֆինանսատնտեսական են եւ այստեղ քաղաքական կոմպոնենտ չկա։ Փաշինյանը խոսեց նաեւ փոքր ներդրումներով ախորիկ երասխ երկաթուղին ապահովելու հնարավորության մասին։ Թուրքիայում սկսվել է Ղարս Դիլիջու, այսինքն Ղարսից դեպի Նախճեվան տանող երկաթուղու կառուցումը, այս դարակազմիկ շրջադարձը Վաշինգտոնի աղության գագաթաժողովը հնարավորություն է, որպեսզի այստեղ մի քանի միլիարդ դոլար չծախսվի այն պարագայում, երբ շատ ավելի փոքր ներդրումներով այդ նույն երթուղին ըստ էության հնարավոր է լինելու ապահովել ախորիկ երասխ երթուղով։ Փաշինյանը հիշեցրեց, որ Վաշինգտոնի հռչակագրով նախատեսված է երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը ներքին, այսինքն Հայաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան, Հայաստանի տարածքով, երկկողմ, այսինքն Ադրբեջանից Հայաստան, Հայաստանից Ադրբեջան եւ միջազգային փոխադրումների համար, այսինքն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ։ Համաժողովի մասնակից Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչ Յակոբ Վիոլենշտեյնն էլ նկատեց. Խաղաղության խաչմերուկը միայն նախագիծ չէ, այն տեսլական է, բրենդ, որը Հայաստանի քաղաքական գործիչներն առաջարկում են որպես ուղեցույց, ինչն իրականացնելու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Նախագիծը ենթադրում է կապակցվածություն, անվտանգություն, ժողովրդավարական արժեքներ, տնտեսական ինտեգրում, կայուն խաղաղություն։ Այն ուղեցույց է Եվրոպական միության անդամ երկրների, նաև մեզ, գերմանացիներիս համար։ TRIP ծրագրի վերաբերյալ բոլոր քննարկումները երկկողմ են, այսինքն ընթանում են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների միջև այս պահին այդ քննարկումները տեղի են ունենում եւ ես կարծում եմ շուտով միշտ այդպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է կառուցապատ այդ ծրագրի տևողության ժամկետը, ծրագրում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների մասնաբաժինների հարցը եւ այլն, այդ հարցերը ես կարծում եմ մինչեւ տարվա վերջ հնարավոր կլինի հարցերի պատասխաններն ունենալ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News Ազատ լուրեր։ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ղազախական ծորենն արդեն ենթարկվել է անվտանգության փորձաքննության, այն չի պարունակում որևէ վտանգավոր նյութ, ռադիացված եւ թունավոր չէ։ Այս մասին հայտարարել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Նա հավաստիացրել է, որ դա պարենային ծորեն է, որը կարելի է օգտագործել, առաջիկայում էլ կհրապարակվեն նաև դրա կարգի վերաբերյալ փորձաքննության արդյունքները։ Բաքվում շարունակվող դատավարության ընթացքում ադրբեջանական դատախազությունը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների համար պահանջել է 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Երևանը հայտարարում է, սա խորը մտահոգությունների տեղիք է տալիս։ Ազգային ժողովում իշխող ԿՊԽ խմբակցության պատգամավորները շեշտում են, նման գործընթացները չեն կարող համատեղելի լինել խաղաղության օրակարգի հետ։
Բաքվում ընթացող շինծուդատավարությունը կարծես ավարտվում է։ Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, 20 տարվա ազատազրկում Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի, նաեւ մյուս տարեցգերիների համար, իսկ մնացածների դեպքում 16-ից 19 տարվա ազատազրկում։ Այս մասին տեղեկությունը նախորդին տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցում իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Բաքվում ընթացող դատավարությունը չի նպաստում խաղաղության գործընթացին։ Մենք հայտարարել ենք, ասել ենք, որ մտահոգություններ ունենք, խիստ խոր մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ, եւ այո, ես պետք է բնականաբար երկրորդեմ պարոն վարչապետին առայն, որ ստեղծված մթնոլորտը, խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։ Հստակեցնող հարցին, արդյոք Ադրբեջանի կողմից գերիների նկատմամբ կիրառվող նման դատավարությունները համատեղելի են խաղաղության նորակարգի հետ, Հովհաննիսյանը կրկին ընդգծեց։ Եվ մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին գործընթացներ են, կհեշտացնեն գործընթացները եւ մթնոլորտ եւ միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի падգամավոր Ծովինար Վարդանյանն էլ անդրադարձավ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամինջանյանի ելույթին, որը Փաշինյանի հասցեին կոշտ գնահատականներ հնչեցրեց, մեղադրելով նրան հակապետական գործողություն իրականացնելու համար։ Մամինջանյանը հայտարարեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 30 քանի տոկոսը նայած որ հարցումն ենք վերցնում։ Այսինքն ամեն երրորդ մարդ, ամեն երրորդ քաղաքացին Հայաստանի Նիկոլ Փաշինյանին հավանում է դավաճան։ Ոչ թե դժգոհ հայրաքաղաքականությունից համարում է, որ սա պետք է փոխել։ Ամեն երրորդ քաղաքացին համարում է Նիկոլ Փաշինյանին դավաճան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանն ի պատասխան Մամինջանյանի նշեց. Պարոն Մամինջանյանը երևի անձնական իր բանը ունի վիճակագրություն հավաքելու մեթոդաբանությունը եւ այդ վիճակագրությունը հավաքելու մեթոդաբանությունը սահմանափակվում է ըստ էության իրենց ֆրակցիայի շրջանակում, ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, առայն որ եթե մենք չլինեինք իշխանություն, Հայաստանը գոյություն որպես այդպեսին կդադարեր ունենալ, չեմ կարող չհամաձայնել այս մտքի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կանգնել է ժողովրդավարության կողքին, իսկ մենք տեղյակ ենք, որ հեղափոխությունը տեղի է ունեցել հենց այս, կարելի ասել, հենքի վրա ժողովրդավարության եւ դա երևի առաջի իշխանություններս ամբողջ ընթացքում, որ ընտրվել էր ժողովրդի կողմից եւ լեգիտիմ էր եւ հենց այդ լեգիտիմությունը թույլ տվեց Հայաստանի Հանրապետությանը անցնել այդ դժվարին ճանապարհը։ Իսկ Արթուր Հովհաննիսյանը Հայկ Մամինջանյանին խորհուրդ տվեց ավելի զուսպ լինել իր մեկնաբանություններում, հավելելով. Եվ եթե տենց ինչ-որ վիճակագրություններ ա ներկայացնում, մենք շատ ենք շրջում Հայաստանի տարբեր մարզերով, եւ միակ բանը, ամենասուր բանը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեզ ասում են, դա այն մեղադրանքն է, թե ինչու են մինչև հիմա Հայաստանը կեղեքողներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ազատության մեջ։ Ամենասուր մեղադրանքը մեր իշխանությանը ուղղված դա է։ Եվ եթե պարոն Մամինջանյանին հետաքրքիր է, թե ինչ են մտածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իր մասին, ես կարող եմ առաջարկել պարոն Մամինջանյանին, որ մենք կարող ենք իր թաթիկից բռնել եւ տանել ման տալ Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում, գյուղերում, կանգնացնել գյուղամեջում եւ ժողովրդին հարցնել, թե ինչ են նրանք մտածում Սերժ Սարգսյանի մասին առհասարակ եւ պարոն Մամինջանյանին ես վստահեցնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիտարկումները բացարձակապես դուր չեն գա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը հավելեց. Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության այն վարչապետն է, որն անում է ամեն հնարավորն ու անհնարինը ապահովելու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Կառավարությունը հաստատել է առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը, որը կուղարկվի խորհրդարան անհետաձգելի ընթացակարգով քննարկման։ Ազգային ժողովում ընդունվելու դեպքում համակարգը կներդրվի 3 փուլով, այն կօգտագործվի 2026 թվականին եւ կավարտվի 2028-ին։ Մեկ այլ նախագծով էլ Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների եւ պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների օգտագործումը։ Գործադիրի մյուս որոշումները ներկայացվող տեսանյութում։
Կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը։ Այս մասին գործադիրի հերթական նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախագծերն արդեն ուղարկվել են ազգային ժողով։ Մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև մենք այս բարեփոխման վրա, պարոն վարչապետ, 3 տարի նաև ազգային ժողովի մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ ենք աշխատել եւ այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է եւ ըստ էության մենք ունենք կոնսենսուս համաձայնեցված նախագիծ, որը իհարկե ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, կարծիքներ են եղել, որ համակարգը պետք է գործարկել ոչ թե 2026 թվականի հունվարի 1-ից, այլ ավելի ուշ, սակայն ինքն այդ դիրքորոշմանը կողմ չէ։ Պարզ է, որ մենք բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, համակարգը ոնց կսկսի աշխատել, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս, որ ցանկացած չկա տենց պրոբլեմ, որ չգնա եւ պրոբլեմի չհանդիպի։ Բարեփոխումը մեկնարկում է այդ կետից, երբ որ ինքը իրական կյանքում գնում իր պրոբլեմին հանդիպում է։ Եկեք այդ հույսերը չունենանք, որ մեկ էլ մենք այնպիսի մի բան ենք անելու, որը տենց առաջին վարքյաններից նենց սահուն ամեն ինչ գնալու է, որ մենք դա չենք նկատելու։ Չի լինում տենց բան, բնության մեջ ուղղակի այդպիսի բան չի լինում։ Հետևաբար մենք առանց այն էլ հետաձգել ենք, ճիշտ է։ Մենք ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք։ Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ նախագիծն ազգային ժողովում ընդունվելու դեպքում համակարգը կներդրվի 3 փուլով, այն կմեկնարկի 2026-ին եւ կավարտվի 2028-ին։ Առաջին փուլում ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 եւ ավելի բալ ունեցող քաղաքացիները, 200,000 դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ եւ այլ եկամուտներ ունեցող անձինք։ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի առաջին փուլից կօգտվեն 1,600,000 քաղաքացիներ, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։ Ապահովագրության երկրորդ փուլը կմեկնարկի 2027 թվականին, երրորդը 2028-ին։ Ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129,600 դրամ։ Ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն ներառելու է բոլորին, բայց հունվարի 1-ից էլի բոլորին չի ներառելու։ Սա ընդհանրապես առաջին փուլն է, եւ հունվարի 1-ից էլ ում ներառեց, էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չի, որ ծածկելու է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն ցուցաբերվելու, նաև քաղաքացիներին հնարավորություն տալով, որ իրենք որոշակի նաև ճկունություններ ցուցաբերեն։ Քաղաքացին օրինակ ստանալու է իր հավելվածով հաղորդագրություն, որ քո տարեկան հետազոտությունների, պլանային հետազոտությունների օրը եկել է կամ գալու է, զգուշացնելու է։ Դրանից հետո, եթե անձը չի գնացել, օրինակ ստացել, գալու է հաղորդագրություն, որ եթե մինչև այս ամսաթիվը քո տարեկան պարտադիր հետազոտությունները չանցնես, քո ապահովագրության ծածուկույթը կսառի, մինչև որ կգաս, կհանձնես եւ նորից կներառվես։ Չկա տվյալ, որը ասում է, որ այս մարդը ծնված օրվանից ունեցել է այս հիվանդությունը, ունեցել է այս վիրահատությունը եւ այլ։ Այս ռեֆորմը իմաստով սա կարևորագույն հարցն է, որ մենք վերջապես լուծելու ենք եւ դա շատ կարևոր է եւ ի վերջո ես կարծում եմ կրկնեմ նախ կարևոր է մարդու կյանքի որակի համար։ Երկրորդը, որ այսօրվա իրականության մեջ անոմալիաներ չնկատել կենսագրությունների մեջ խմբային ու դրան չանդրադառնալ արդեն չի կարելի ուղղակի առողջապահությունում, որովհետև սա նաև հնարավորություն է, որպեսզի մենք կանխենք հիվանդությունների տարածումը։ Մեկ այլ նախագծով էլ Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների եւ պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների օգտագործումը։ Նախատեսվում է
2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարումը, ինչպես նաեւ արկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կրշափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վրա։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից եւ կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։ Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի արկայությունը կամ օտարումը նույն վայրերում։ Այստեղ եւս սահմանված է բացառություն կրշափաթեթավորման համար օգտագործվող կապարիչով պլաստիկի տարաների համար, որպես այլընտրանք դիտարկվում են թղթից եւ փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաեւ թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։ Օրենքի խախտում թույլ տված տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Առաջին դեպքում նախազգուշացում, խախտումների կրկնության դեպքում 100-ից 150 հազար դրամի չափով տուգանք։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իմնեմնիմի փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանը եւ Ազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել են, այս մասին հայտնել են նրանց փաստաբանները, նշելով, որ դատարանի որոշումները կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։ Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախաքննության ընթացքում նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հուլիգանության համար, որը կատարվել է խմբով տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանը գիշերը Կիևին զանգվածային համատեղութային հարված է հասցրել, քաղաքը ցնցել են հզոր պատյունները, ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Քաղաքապետ Կլիչկոն հայտնել է, որ 1 մարդ զոհվել է, առնվազն 24-ը վիրավորվել։ Մայրաքաղաքի բազմաթիվ շրջաններում վնասվել են բնակելի շենքեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, բռնկվել են հրդեհներ, գրանցվել են լայնածավալ ավերածություններ։ Գիշերային հարձակման թիրախում են եղել նաեւ Կիևի մարզի կարևոր ենթակառուցվածքները եւ մասնավոր տները, կանտուժացներ, հարվածներ են հասցվել նաեւ երկրի այլ շրջաններին։ Իդեպ Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ Իսկանդեր հրթիռի բեկորները հարվածել են Ադրբեջանի դեսպանատան շենքին, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նա ասել է, որ գիշերվանից արտակարգ ծառայություններն աշխատում են ռուսական հարվածների վայրերում։ Նշենք, որ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Եվդակիմովը կանչվել է ԱԳՆ։ Նրան բողոքի նոտ է հանձնվել Կիևում Ադրբեջանի դեսպանատանը ՌԴ հրթիռի բեկորների հարվածի հետ կապված։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսում է հարավային նիզակ կոչվող գործողությունը, որն ուղղված է արևմտյան կիսագնդում նարկոկարտելների դեմ։ Հայտարարությունը հնչում է Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի իշխանությունների միջև դիմակայության սրման, նաեւ Կարիբյան ծովում նավերին ամերիկյան զինվորականների հարվածների ֆոնին, որոնք ինչպես պնդում է Վաշինգտոնը, կապված են թմրանյութերի մաքսանենգության հետ։ Էքսեթը գործողության մասին մանրամասներ չի ներկայացրել, նշելով միայն, որ այն իրականացվում է նախագահ Դոնալդ Տրամփի կարգադրությամբ։ Միջազգային նորությունները տեսաշարով։
Այսքանը ցտեսություն։